Չի, դատակ սուտ խոսալով, ոչ երկիր կպայես, ոչ էլ ժողորդ կերակրես, որոշող է դուք եք ձեր ցավը տանեմ, ամսի 7-ին գնում եք, մենակ մասնակցեք, մի ասեք ոչ մեկին ում եք ընտրելու, որ վախում եք, իրոք սենց վախ երբեք չի եղել, կանչելով հիմա կան, նկարում են ով եք կավ կողքից, կանչեն, խեյր գնացել, լավ է յարեք գնացել է ես, ոչ մեկին էլ չեմ ընտրելու, գնա անդեք կամ կարծեն ասած ձեզ եմ ընտրելու, նոր գնդության գնացեք, ձեր հոգու խճարաչում կցանկանաք ձեր զայնել տվեք, գտակ կպանջեք, ինչ ասում եմ, մի բան էլ ավել անելու եմ, հետևողական եմ լինելու, ոչ թե ծանոթ բարեկամով եմ շարժվելու, իմ հետ քայլողներ, այլարժեք մարդ, կապ չունի կուսակցական պատկանելությունը, ով գիտելիք ունի, ով փորձ ունի, ով մարդու մասին մտածել գիտի, արած գործ ունի, նա կողքը պետք է կայնենք, նրան էլ ծանությունը պետք է հանձնենք, պատասխանատվությունը, որ ժողովուրդը դասգա, օրեկան այդ փոփոխություններ, անհնարի ոչինչ չկա ժողովուրդ, հարկավոր է կազմակերպել, հարկավոր է գործից հասկանալ, արած գործ ունենա, որ դրա արդյունքը դուք զգաք, եթե մարդը կյանքում 50 տարի բան չարել, մենակ ասենք, դաժե քարի չեն դրել, ու այսօր մեծ խոսալով, դատարկ խոսալով, միայն մարդկանց վրա ցեղ շպրտեն, շանտաժ անեն, ժողովուրդը հոգնել է, այդ հայոյանքի ցեղ շպրտելուց ժողովրդին չի հետաքրում, ժողովրդին հետաքրում է իր տունը, իր երեխեն, իր վարկերը փակում, իր երեխուսանունը անցնի, իր ծնողին կարողանա պահի ձեր ցավը տան, ժողովուրդը պետք է իր վրա զգա, մեղավորը դուք եք ժողովուրդ, դուք որոշում կայացեք, 50%-ը չի մասնակցում, ինչի համար չեք մասնակցում, ձեզ չեն ասում գնացեք հեղափոխություն անենք, այլ գնա քուցայինը տրված է, քո ընտրությունը կատարի քուցավը տանեն, գնա քուցայինը տունան, ում դու հավատում ես, ում վստահում ես, ում նայելով նա կարանի արած բան ունի, եթե մարդը կյանքում մինչև իշխանության գալը, քարին չի դրել, $100, $100 ռուբլի չի աշխատել, նա ոնց կարա կառավարի, ժողովուրդը պետությունը փորձադաշ չի, դրա համար այսօրին հասանք մենք, Ժորժան, այսքան կործեցինք, հողերել կործեցինք, զոհել տվեցինք, տարածքներ կործեցինք և այդեն շարունակվելու է ժողովուրդ, հավատացեք, հասկացեք, ժամանակը ցույց կա, ես ձեզնից ավել բան չեմ ասում, որոշողը դուք եք, ապրողը դուք եք, ձեր ցավը տանեմ, ոնց որոշեք, այնպես էլ արեք, իմացեք, որ ես ձեր ծառուկ կանեմ, ցանկացած հարցով պատրաստ եմ օգտակար լինելու, պիտանի լինելու, հարցեր ունեք, շնորհակալ եմ, եթե հարցեր չունեք ձեր ցավ, ես ասեմ կարճ խոսեցի, էլի կա բաներ, ամբողջ, եթե կարդակ ծրագիրը կտեսնեք, բոլորը ներառված է ծրագրի մեջ։ Պարոն Ծառուկյան ջան, ես մի բան խնդրանք ունեմ, այս Սիսիանի ժողովրդի համար մի աշխատատեղ։ Այս կոններ։ Որեմ, հացած չի։ Որեմ az... Ծառուկյան ջան, բլեգը սխր։ Դո ցավը տանեմ, շնորհակալ եմ։ Ժաբարա 7 ժամ։ Ուրեմն հարգելի ժողովուրդ, բոլոր տեղերը գնալով բոլորը խնդիր ունեն աշխատողի։ Մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ է։ Այսօր հարկավոր է խոշոր 2-3 ծրագիր իրականացնել։ Ես չեմ ասում ESN-ն, հասկանում ես, գործան բացեմ ամեն գործան 150 մարդ աշխատելու։ Եթե ասենք թե մի 2-300 հազար աշխատելու համար, ես իմ ինչքան գործաներ պետք է կառուցես։ Պետք է 2 խոշոր ծրագիր։ Սյունիքը աշխարհում 8-10% պաշար աշխարհում Սյունիք ունի, որ այսօր ճիշտ չեն օգտագործում։ Օրեկան տարեկան 40 միլիոն հանքանյութ են անում, 40 միլիոն տոննա, ու դա արտանելով դուս վերամշակում են, հիմնական Ժորժ ջան, պետք է մշակումը դնեն Հայաստանում, որ այդ 440 միլիոն տոննան մշակվի Հայաստանում, տարբեր մետաղներ կան մեջը, արծաթել, ոսկի, ինչ ասես կան, մշակումը, որ արտանում են դուս, գործանը ստանում է
400 միլիոն դոլար, բայց այդ 170,000 տոննա ապրանքը մոլեբդենու պղինձը ընդհանուր կազմա 4 միլիարդ, այսինքն 3 միլիարդ ու կեսը կմնա մեր երկրում։ Դա որ մշակվի քանի հազար մարդ կաշխատի, դա կարելի է գործարաններ բացել, ասենք թե հիմնական պարարտանյութի, ազոտային, ֆոսֆորային, դա կարելի է լաքերի տեսակներ, գիպսակարտոն, ալումինի գործարանը կաշխատի, պղնձի գործարանը կաշխատի, կաբել կարտադեն եւ ասեմ քանի հազար աշխատատեղ կլինի։ Ներդրումը պետությունը կատարումը 8 միլիարդ ծախսել է, դա ընդհանուր 600 միլիոնով կարելի է կառուցել։ Մի տարում այդ ծախսը կանի, ժողովուրդը աշխատանք կունենա, բոլորն էլ գոհ շնորհակալ կլինեն։ Այսօր մենք այսօր աշխարհում որպես հայ ասելու բան չունենք։ Պարտվել ենք, կորցրել ենք, խեղճացել ենք։ Մտքովս անցել է Աստծու կամոք, Աստված կամեցել է, որ Քրիստոսի արձանը կառուցեմ իմ ազգով, ոչ թե միայն, որ բոլորն էլ մասնակցում են, քար են դնում, նպատակ են պահում, որ մենք աշխարհին ասելու բան ունենանք, որ մենք աշխարհում առաջի քրիստոնյա ազգ ենք եւ պատմություն ունենք, 134 հատ կաթողիկոս ունենք։ Դա կառուցում եմ ու այսօր ժողովուրդ Աբովյանի իր հարակից գյուղերով հողամասը, եթե 1000 մետրը մի տնամերձը արժեր $500, հիմա 50,000, 60,000 չեն ծախում։ Այսինքն մի հատ ներդրում են կատարել, ամբողջ աշխարհը խառնվել է իրար։ Գալու են ասենք թե քանի միլիոն, 10, 20, 30 միլիոն տուրիստ է գալու։ Սիսիան էլ է գալու, Պանթեոն էլ են գալու, դարպասների մոտ էլ, Սևան էլ, Ջերմուկ էլ։ Քանի միլիարդ փող անում, դու պատկացա, եթե 30 միլիոն միջինը $5,000 ծախսի, այդ միլիարդները մնալու է մեզ, այնպես որ պատրաստ եղեք լավ փոփոխությունների, որ փող եք աշխատելու, փոքր ու միջին բիզնես եք ձեռնարկելու, տուրիստներին ինչ է հետաքրքրում, աշխարհում փոքր ու միջին բիզնեսը 60%-ն է կազմում պետության, որ կարողանաք ընտանիքով մտածել տուրիստի ինչ է հետաքրքրում, ձեր տարածքում ինչ կա պատմական, մարդիկ գալուց որ դրանք պետք է առնեն, ու մենք մի օրենք ենք ընդունել, որ փոքր ու միջին բիզնեսը մինչև 60-ից 80 միլիոն պետք է չհարգվի, այդ մարդկանց պետք է հանգիստ թողես, եթե ամսական պետք է տարեկան 800, չէ, ամսական եթե նա պետք է կարողանա առնի $800,000 իր ընտանիքը պահելու համար, ոչ հարկային պետք է մտնի, ոչ էլ բռնեն ապրանք առնեն հետան, ասեն չեկը չխփեցիր, 200-300,000 տուկան են, պետք է լիարժեք մարդու մասին մտածող լինի, հնարավորություն տաց, որ մարդը հանգիստ ժպիտը դեմքին աշխատի, 2-3 ծրագիր ասում եմ, ասենք, մի 5 միլիոն էլ կա, հիմա նոյա տապաննել եմ սարք, որ աշխարհում է կատրի անուն, հարգանքա ձեռք բերել, որ հիմա երկիր ավելի մեծ ճանաչում ունի, աշխարհում արդեն խոսում են Հայաստան, Քրիստոսի արձան, որ քրիստոնեությունը ընդունվել առաջին իրենք են, էլ Բրազիլիա չեն խոսում, եւ համատական կարգով համատելու բան չի լինելու, որ դա 27-ին բացվելու է, կյանքը փոխվելու է, իսկ մինչև այդ 2 հատ խոշոր ծրագիր, ոնց որ մեկ ասեցի, մոլեբդենի վերամշակումը Հայաստանում պետք է լինի, խիմենք մեր հարստությունը պետք է տանք, նույնը պետք է բացվի այդքան ասենք թե, որ մնացել է պոչերը, քանի տարի արել են, որ ամբողջը հարստությունը մշակեն, զարգացնեն, հնարավորություն տա, մարդիկ լավ ապրեն, մարդիկ կարողանան ավելի ճոխ ապրեն, ամեն ինչը կախված է, որ մարդիկ կարողանան տիրապետել, հասկանան, գիտակցեն, պետության, բնության տվածը ճիշտ նպատակային օգտագործել, օգուտ երկրի, օգուտ ժողովրդի, ոնց որ մարդը իր ընտանիքի մասին է մտածում, իր բյուջեի չափսով ապահովի բոլորին,